Սիրելի ժողովուրդ, մինչ օրս այս ռեժիմը կարողացել է իր թիրքերում այսքան երկար տարիներ շարունակ պահպանվել, ոչ այն պատճառով, որ հզոր է եղել, այլ որ մինչ այժմ գործող ընդդիմադիր ուժերը մեղմ ասած գործել են սխալ եւ անգազմակերպ։ Ուրեմն մեզ այսօր ամեն ինչից առաջ պետք է կազմակերպվել, ինչպես տեսնում եք, մեր երկիրն օկուպացված վիճակում է եւ գործող ադմինիստրացիան բացահայտ պատերազմ է հայտարարել այս ժողովրդին։ Հետևաբար, առանց կռիվ տալու, առանց դիմադրելու հնարավոր չի լինի ազատագրել հայրենիքը։ Հիմա ինչ անել։ Հիմա, շատ շարժարգված հիման։ Հիման առաջին հերթին վերաբերում է կազմակերպելուն։ Եթե 25 տարի առաջ մեզ անհրաժեշտ էր կազմակերպել Արցախը գերությունից ազատելու համար, ապա այսօր պետք է կազմակերպենք անկախ պետություն ստեղծելու նպատակով։ Եթե նախկինում պետք էր ստեղծել հրացաններով, ավտոմատներով զինված ջոկատներ, ապա այսօր պետք է ձևավորենք քաղաքացիական անհնազանդության ունակ խումբեր։ Արցախյան պատերազմի ընթացքում ամբողջ ժողովուրդը չէ որ գտնվում էր առաջին գծում։ Այնտեղ էին գտնվում առաջամարտիկները։ Այդպես էլ այսօր ինքնակազմակերպման եւ կազմակերպման մարտականությունը առաջին հերթին վերաբերում է առաջամարտիկներին։ Ուրեմն, ովքեր պատրաստ են լինել առաջամարտիկ եւ պատրաստ են ընդհանուրի համար գնալ զոհությունների, թող կապվեն մեզ հետ։ Ես վստահ եմ, այսօր մեզ լսում են նաեւ աշխարհի 4 ծայրերից։ Թող գտնեն մեզ, ներկաները այսօր իսկ կարող են իրենց կոորդինատները թողնել մեր համապատասխան սեղաններում։ Սիրելի հայեր, այժմ եկել է պահը գիտակցելու, որ որևէ շարժում, առավել ևս դիմադրական շարժում, առանց աջակցող խմբերի չի կարող արդյունքի հասնել։ Այո, մենք ունենք շատ լավ մտածված ծրագիր, սակայն այդ ամբողջը կմնա թղթի վրա, եթե մեզ չհաջողվի դրան միսուարին տալ, ստեղծել աշխատող մեքենա, ձևավորել ցանցային կառույց, կազմակերպել ուժեղ մկաններ, որոնք ունակ կլինեն ծանր բեռներ բարձրացնելու, աջակցող խմբեր, որոնք ունենան հստակ գործառույթներ, մասնավորապես ժողովրդի ուսատրում, մեր ծրագրի տարածում, մեր պատկերացրած այլընտրանքային ընտրությունների նախապատրաստում եւ դրանց մասնակիցների ցուցակագրում եւ այլն։ Դեղերում տարածքային սկզբունքով ստեղծելու ենք համակարգող մարմիններ։ Այս ամենը իրականացնելու համար պետք չէ սպասել մեզ։ Խնդրեմ, դեղերում կազմակերպվեք, ինքնակազմակերպվեք եւ կապ հաստատեք մեր հետ։ Նույնանման կազմավորման գործընթաց գործունեություն պետք է իրականացվի նաև Սփյուռքում։ Ի ուրախություն մեզ այս հարցում արդեն կա դեղաշարժ։ Հավանաբար ցեզանից շատերը լսած կլինեն, ինչպես այստեղ նաև բանախոսներից Հարություն Մեսրոպյանը հիշատակեց, Արտերկրում ձևավորված հայկական վերածնունդ անվանմամբ ցանցային վերգուսակցական շարժման մասին։ Արտերկրում բնակվող մեր հայրենակիցները ևս պետք է գիտակցեն, որ առանց իրենց լիարժեք ներգրավման մեր նոր ազատագրական շարժման մեջ հնարավոր չէ հասնել հաջողության։ Ուստի նրանց պատասխանատվությունը նույնքան է,
որ կան Հայաստանում ապրող ժողովրդինը։ Ես վստահ եմ, որ հայկական վերածնունդ նոր շարժման անվան տակ համախմբված հայերը շատ լավ գիտակցում են այս ամենը։ Ես կուզեի նաև ծափահարել մեր այդ ակտիվի համար, առաջամարտիկների համար, որոնք այսօր համախմբում են այնտեղ։ Մեր հաջորդ հանրահավաքը տեղի ունենալու հուլիս 12-ին ժամը 7-ին այստեղ մինչ այդ մենք ունենք հսկայական աշխատանք կատարելու։ Ուզում եմ նաև ավելացնել, որ ինքնակազմակերպում ասելով նաև հասկանում ենք բոլոր ինքնաբուխ ազնիվ նպատակների համար ձևավորված քաղաքացիական շարժումները։ Այդ թվում բնապահպանական, մշակութային, վահեավետյանի, ուսանողական, քաղաքաշինական, տարապունույթ խմբերի, իրավունքների պաշտպանության, նայերիտի աշխատավորների, տաքսու վարորդների, վերջապես գազի սպառողների եւ այլն։ Այո, հիմա պիտի հիմայի մեջ է նաև մտնում բոլորս մեր բոլոր հնարավորություններով աջակցելու այս բոլոր ինքնաբուխ շարժումներին։ Արետից օգտվելով ես կուզեի այդ բոլոր նախաձեռնությունների համակարգողներին խոսքս ուղղել ասելով, որ այս օրերին մենք պետք է ձևը գտնենք գործակցելու, համագործակցելու, հանդուրժող լինելու իրար նկատմամբ։ Բոլորը շատ լավ գիտենք ինֆորմացիոն ինչպիսի բլոկադայում ենք գտնվում, այս իմաստով բոլոր շարժումներն էլ մեր ժողովրդին երազակելու խնդիր ունեն, խնդրեմ բոլորս մեկս մյուսի ակցիաների, ժողովների, հավաքների, ակտիվի մասնակիցների հնարավորություն օգտագործենք մեկս մյուսի քայլերի երազեկման նպատակով։ Մինչ հուլիսի 12-ը երկու շաբաթը մեկ անգամ, այսինքն 14 օրը մեկ ամեն ուրբաթ իրազեկում քննարկում ձևաչափով կազմակերպվելու է հանդիպումներ այստեղ։ Առաջին հանդիպումը լինելու է մայիսի 31-ին ժամը 7-ին այստեղ։ Մենք խնդիր ունենք մեր ճանապարհային քարտեզի փակագծերը բացելու։ Մենք շատ լավ հասկանում ենք, որ մեր ներկայացրած ծրագիրը բավականին բարդ է։ Բնական է, որ այդպես պիտի լիներ, որտեղ մենք պետություն ենք ուզում ստեղծել, սակայն մենք խնդիր ունենք նաև այդ ծրագրի ընկալելիության եւ այդ պատճառով է նաև, որ սկսում ենք այդ հանդիպումները։ Միաժամանակ մենք այդ քննարկումների ժամանակ ուզում ենք լսել մեր ժողովրդին։ Մի զգալի ժամ մենք դրամատրել ենք ժողովրդին, լսենք մեր ժողովուրդը մեզ ինչ է ասում։ Եվ այսպես այսօր մենք պաշտոնապես բարձրացնում ենք մեր երկիրն ազատագրելու դրոշը։ Այս առիթով ես կոչ եմ անում 88-յան շարժման ազնիվ մասնակիցներին, անշահախնդիր մասնակիցներին, Արցախյան պատերազմի մասնակիցներին, այն մասնակիցներին, որոնք դիմացան այս 25 տարվա փորձությանը, կերին չդարձան նյութին, բոլորին մենք հրավիրում ենք միանալ այս շարժման։ Հաջորդ կոչս ուղղված է մեր ժողովրդին, իմաստավոր է երիտասարդությանը, մեր հայաստանաբնակ ժողովրդին եւ երիտասարդությանը, որ չլքեք երկիրը ժողովուրդ։ Մենք սկսում ենք, մի լքեք, միասին պայքարելու ենք երիտասարդություն, ոչ միտեղ չգնանք, վերջ կուսակցություններին, մենք եկել ենք, միասին ձևավորելու ենք քաղաքացիական բանակը։ Շնորհակալություն, հաջորդ կոչս, եզրափակիչ կոչս ուղղված է Արտեգրում, Սփյուռքում բնակվող մեր հայրենակիցներին, ինչպես 25 տարի առաջ, 20 տարի առաջ պատերազմի ընթացքում գտնվեցին բազմաթիվ հայրենիներ, որոնք եկան եւ իրենց մասնակցությունը բերեցին ազատագրական պայքարին, զինյալ ազատագրական պայքարին, ազատագրական պատերազմին,
այսօր եւս մենք կոչ ենք ուղղում այդ բոլոր նվիրյալ հայերին, եկեք մեր հետ պայքարելու։ Ես վստահ եմ, որ այսին կոչը անարձական չի մնալու։ Կեցը ազատ անգախ միացյալ Հայաստանը։